Ազգային ժողովում շարունակվում է կառավարության տարեկան զեկույցի քննարկումը, կառավարության ղեկավարն է պատասխանում պատգամավորների հարցերին։ Թե որոնք են այս տարիների ընթացքում կառավարության 3 ամենամեծ ձեռքբերումները, Փաշինյանը կետերով է թվարկում։ Ամենակարևոր ձեռքբերումը համարում են բնականաբար խաղաղությունը, երկրորդը առողջության ապահովագրության համակարգը եւ սրանից բխող նաև սոցիալական հատվածում մեր մյուս ձեռքբերումները, որոնց մասին նշեցի երեք, սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացմամբ եւ ետվճարի համակարգը, երրորդ եւ միջև յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրը, միջև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիրը, որը բոլոր մայրերին տրվում է երեխաների միջև 2 տարեկանը լրանալը, եւ պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես ատեստավորում, բանակում տեղի ունեցած բարեփոխումները համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն։ Նախորդեից ընդդիմության բացակայությունը իշխանության աչքից չվրիպեց։ Փաշինյանը ամբիոնից է արձագանքում։ Ընդդիմություն sense գալիս գնում։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը, sense ստեյց մտնում են դուրս են գալիս, Ես նաև մեզ հետևող հանրությանը չեն կարա գրանցվեն, գալիս են իրանց Ես մեզ հետևող հանրությանն էլ տեղեկացնեմ, որ պատգամավորները երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ երհարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք։ Վարչապետի հումորը պատգամավորներին դուր եկավ, թեման ավելի ծավալվեց։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես, եկեք գրանցվեք, գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում, գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազարյան, հա պատասխանես պարոն վարչապետը ձեր հարցին։ Ուրեմն խնդրեմ Համեցեք կներեք տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Ոգի շնչված եմ ուղղակի։ Վերադառնալով օրակարգին, Փաշինյանն անկեղծանում է, մարզային այցելությունների ժամանակ է նկատել հասարակության շրջանում հանդարտություն կա։ Քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են, նաև ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետև միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետև դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Խաղաղությունն է բերել տնտեսական աճի հնարավորության 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել ու չի աշխատելու, վստահ է Փաշինյանը։ Ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների չկա, այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Խաղաղության պայմաններում կառավարության հաջորդ ծրագիրը կարող է ավելի հավակնոտ լինել։ Բաթոյանի ձևակերպման հետ վարչապետը համամիտ չէ։ Ուրիշ ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, զարմանում է։ 2018 թվականից հետո մենք ինչ ենք արել։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք։ Այսինքն հասկանում եք, վերցնել ու ինչ որ մի բան կրկնապատկել, դա ինչ ծախս է։ Երկրորդը, նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին։ Երրորդը, ետվճարի համակարգն ենք ներդրել։ Հաջորդը,
Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել։ Հաջորդը մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագիրն ենք վերափոխել, նախ բազային նպաստը ավելացրել ենք, նախկինում այդ նպաստը ստանում էին միայն աշխատող եւ ծննդյան արձակուրդում գտնվող մայրերը, մենք կարգավորը փոխեցինք եւ արեցինք, որ այնպես, որ բոլոր մայրերը այդ նպաստը ստանում են։ Սրան գումարած գյուղական բնակավայրերի, բնակիչ աշխատող մայրերի համար այդ նպաստը ավելի քան կրկնապատկեցինք։ Սոցիալական բնույթի ես երեք նշեցի, բնակարանային ոլորտում մենք 320 միլիարդ դրամ գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Պողպատե մանդատը փոխարինվելու է խաղաղության մանդատով։ Կառավարության 2021 թվականի նախընտրական ծրագիրը պսևդո-դաշնակցական ծրագիր էր, խոստովանում է Փաշինյանը։ Մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք։ Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ, մենք չենք կարող այդ պատգամը չլսել։ Եվ այս սոցիալ հոգեբանական փոփոխությունը, որի մասին ես ասում եմ, դա ժողովուրդն արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք։ Եւ մենք այդ առաջիկա մանդատը, մեր կարգախոսը տեր կանգնիր խաղաղությանը, եւ պետքա ժողովուրդը խաղաղության մանդատին տեր կանգնի եւ այն ի կատարում հանձնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը երկար է, խրթին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փոքր մասն է ի վիճակի այն ընթերցել։ Մարիա Կարապետյանն ակնկալում է սահմանադրության տեքստի դյուրինացում, իսկ վարչապետն իրավական արդարություն։ Երկու դեպքում էլ սահմանադրության փոփոխություն է պետք։ Ես անկեղծորեն կաջակցեի այնպիսի մի սահմանադրության տեքստին կկարողանայի աջակցել, որը նաև այնքան կարճ է, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ մեր քաղաքացիների մի որոշակի տոկոս, մեծ տոկոս այն սկզբից մինչև վերջ կարող է ընթերցել։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50+1%-ը չի քվեարկել Հայաստանի սահմանադրության օգտին։ Այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգը բան ունի եւ քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետեւ քաղաքացին չի հասկանում, այս իրավակարգը ով է ստեղծել, ոնց է ստեղծել։ Եվ ես պետության արդարության եւ արդարադատության համար շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի սահմանադրություն, որը քաղաքացին կհամարի կընդունի անհրաժեշտ թվով ձայներով ազատ կամ արտահայտման, որ դա իր պայմանավորվածությունն է իր պետության ներսում ապրելու եւ ուրիշ քաղաքացիների եւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների կանոնների եւ ավելին մեզ ծայրահեղ անհրաժեշտ է Երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չի։ Արդարադատության ոլորտում մենք գործ ունենք մաֆիայի հետ եւ հարկավոր է կտրել այս քաղցկեղի մետաստազները։ Այդ մաֆիան իր մետաստազներ ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Ինչքան կարելի է քայքայել։ Ասենք մի կենտրոնից կառավարող sense բուծած բանի ես էլ եմ ասում, ալա բանի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը արդարադատությունը, հիմա ինքը իրան վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության բանը կտրել, մետաստազը կտրել ընդհանրապես եւ այդ բանը, այդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով, որովհետեւ այլևս էլ տեղ չկա, որովհետեւ խայտարակություն է այսօր Հայաստանում արդարադատության համակարգում այն ինչ որ տեղի է ունենում։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։